Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ընդդիմության համար մեծ շանսեր են բացվում, որպեսզի իրականացնեն սահմանադրական իշխանափոխություն։ Եթե մենք ինչ-որ անուն պետք է նշեինք, մենք դաշինք կկազմեինք, ուղղակի գաղափարական մոտեցումներն էին տարբեր։ Մենք հանդիսանում ենք ՀԱՊԿ անդամ, բայց սառեցրել ենք այդ անդամությունը։ Բայց դուրս չենք գալի, էլի քաոտիկ վիճակ ենք ստեղծում։ Ես չեմ ասում լավն են կամ վատն են։ Քաղաքական խոսույթում ասում են դեպի արևմուտք են գնում, բայց իր պայմանագրային ոչ մի բազա ստորագրված չի արևմուտքի հետ։ Նախադեպեր կա, որ չպետք է կարմիր գծել անցնել։ Իսկ Արցախը ժամանակին մենք ասում էինք, որ պայթելու է տարբեր երկրներում, եւ Սիրիայում պայթեց, իսկ հիմա Իրանում է պայթում, Վենեսուելայում պայթեց։ Բարև ձեզ, այսօր Փաստ ինֆոյի հյուրը հայրենիք կուսակցության քաղխորհրդի անդամ Սարգիս Նիազյանն է։ Բարև ձեզ, պարոն Նիազյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Նիազյան, վերջին հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանի գործող իշխանության վարկանիշը գայվիժել է հասնելով 29%-ի, ընդ որում նշում է, որ 70%-ից է հասել 29%-ի։ Կարծեք թե սա պատմական պահ է ընդդիմության համար, արդյոք ընդդիմությունը կարող է օգտվել այս հնարավորությունից։ Կարող է եւ պարտավոր է օգտվել այս հնարավորությունից։ Նախ ձեր հետ համաձայն չեմ, իշխանության վարկանիշը երբեք 70% չի եղել։ Այն պսիխոզ տարիներին ժամանակահատվածով դա պսիխոզը անվանով մարդկանց մեջ որ այս հոգեշեղված Նիկոլային պաշտում այդ ժամանակ էր բարձր, առաջին ընտրությանը 18 թվականի 73%-ը ոնց որ հավաքեց, հետո գնալով անկում ապրեց Արցախյան պատերազմ, մարդիկ տեսան, որ այս մարդը ինչ ասում է, հակառակն է լինում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր Արցախ Հայաստանը եւ վերջ։ Հիմա ով Արցախի անունը տալիս է, բազգի թշնամի է, հանձնեց Արցախը ամբողջությամբ։ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Հայաստանի ինքնիշխանությունից, բայց ինքնիշխան տարածքներում հիմա թշնամի պետության զորքերն են ջերմուկում եւ այլ տեղեր Սյունիքում, ճանապարհների վրա։ Նիկոլ Փաշինյանը խոսում էր անընդհատ թալանտ հմկարելուց, բայց Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան չվերադարձեց, ընդհակառակը իրենք են զբաղվում թալանով, բաց թալանով, այս պարգևավճարները միլիոնավոր դրամների, դրա մասին են խոսում։ Վերջերս մի գրառում էի հիշում, չեմ հիշում ընկերներից ով էր գրել, ասում էր նախկինները, որ իմանային սենց հեշտ կարելի է ձեռքը գցել բյուջեից վերցնել, բարդ մեխանիզմներ չէին գծի։ Նիկոլ Փաշինյանը տնտեսական աճից էր խոսում, բայց դա փուչիկ է, միֆ է, արտաքին պարտքը հասցրել է արդեն 15 միլիարդի եւ այս տարվանից պարտքի սպասարկումն է 2.7 միլիարդ միայն պետք է պարտքի սպասարկում իրականացնի Հայաստանի Հանրապետությունը, որից 1 միլիարդից ավելը միայն տոկոս պետք է տա։ Դա պատկերացնում եք մեր երեխաների վրա, ծնվող երեխայի վրա արդեն $5,000 պարտավորությամբ այդ երեխան ծնվում։ Եվ դրա հետ մեկտեղ ինքը ոչ մի արժեք չի ստեղծել երկրի համար։ Պարտքով ապրելով, պարտք վերցնում ես, ինչ անես դու։ Եթե ոչ մի արժեք չես ստեղծում, ուռճացնում ես բյուջետ, տնտեսական աճ ես ուռճացնում, բայց որևէ արժեք չես ստեղծում։ Հետո արդեն դա մարդկանց գրպանին է կպնելու, տեսեք, երբ որ արտաքին պարտքը դու սպասարկում ես եւ չունես ստեղծած որևիցե արժեք, դու պետք է այդ պարտքը հանես մարդկանցից։ Կլինի դա հարկերի թանկացմամբ, կլինի վարկերի թանկացմամբ, գույքահարկի թանկացմամբ, բիզնեսին հարվածելով, ավելի հարկային արտոնությունները չհարկային բեռը բիզնեսի վրա ավելացնելով եւ այս ամենը որ գումարում եք իրար, Նիկոլ Փաշինյանը չի կարող նույնիսկ 29% ունենալ։ Նիկոլ Փաշինյանի իրական էլեկտորատը երևակայիթ է 15-16% է, այն մարդիկ, որ հիբրիդային հարձակման տակ են, իբր թալան են հետ բերում, իբր իրանք են վարչապետ 3 միլիոն, իբր չգիտեմ ինչ, եւ այն մարդիկ, որ օգտվում են կերակրատաշտից, ուրիշ էլեկտորատ չունի։ Վարչական ռեսուրսով
ամեն ինչով հանդերձ ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը 30-33%-ից ավել չի կարողանալու հավաքել։ Եվ այս դեպքում ընդդիմության համար մեծ շանսեր են բացվում, որպեսզի իրականացնեն սահմանադրական իշխանափոխություն։ Պարոն Նիազյան, կարծիքներ կան, որ ընդդիմությունը չպետք է տրվի իշխանական ցինիզմի եւ պետք է գրագետ գործի, այս պարագայում որն է գրագետ գործելը։ Ընդդիմությունը գրագետ գործում է, ես տենց ընդդիմության կողմից ցինիզմ չեմ նկատել, ընդդիմության մեջ հիմնականում նես մարդիկ են, որոնք պետականության արժեքը գիտեն, կյանքի փորձ եւ աշխատանքային փորձ ունեցող մարդիկ են։ Ընդդիմությունը չի գնում, կներեք, շատ կներեք բարես համար այդ Զիշովի քարոզի հետևից, այսինքն պերաշկիներ չի ուտում, հակահիգիենիկ բաներ չի անում, այդ չնայած մեր ժողովուրդը բոլոր շերտերն մեր ժողովուրդն են, բայց կա մի շերտ, որ ինքը հավատում պատկերացնում է, թե Նիկոլ Փաշինյանը իր պես է կարող է պերաշկի ուտել, կուկուրուզ ուտել, վերջերս սուջուխ, կամ մեր տարածաշրջանը եռում է դարավոր բարեկամ, մեր դարավոր հարևան եւ բարեկամ Իրանում պատերազմ է, ծոցում պատերազմ է, էլի մեր բարեկամ երկրների տարածքում, իսկ իրանք պերաշկի են ուտում եւ ուրախ ավտոբուսով շրջում են հույս ունենալով, որ այդ մի քանի տոկոս զայներն էլ իրենց կողմ կքաշի։ Ես ընդդիմության կողմից սխալներ իհարկե կան, անսխալական ոչինչ չկա, բացի Աստծո գործերից, սխալներ կան, բայց այդ ցինիզմը չեմ նկատում ընդդիմության կողմից, ինչը գովելի է։ Պարոն Նիազյան, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը օրինակ հստակ գործիքակազմ է առաջարկում այս իշխանությունից ազատվելու, առաջարկում են օրինակ անվստահություն հայտնել վարչապետին, ձեր կուսակցությունը կիսում է այս մոտեցումը թե ոչ եւ որն է օրինակ ձեր այլընտրանքը, եթե այս մոտեցման կողմնակիցը չեք։ Տեսեք, մենք բոլոր այն մոտեցումներին, որոնք միտված են Նիկոլ Փաշինյանին, կողմ ենք։ Սկսած փողոցային պայքարից, վերջացրած ընտրություններով, իմպիչմենտի գործընթացը մենք դեմ չենք, կողմ ենք, մեր կուսակցությունը բոլոր գործընթացը, անկախ չգիտեմ, դա կլինի փողոցային պայքար, դա կլինի եկեղեցու պաշտպանություն, մենք ամեն ինչին մասնակցում ենք, կողմ ենք, բայց դա սեմ կարծիք, դա մի քիչ անիրատեսական է թվում, որովհետև տեսեք, նես մարդիկ են падգամավորներ դարձել, նախարարներ դարձել, որ անհնար է նույնիսկ վատ երազում տեսնել։ Նրանք չէին կարող ուղղակի ոչ այդ փորձ ունեն, ոչ այդ գիտելիք ունեն, ոչ այդ անցած ճանապարհ ունեն, եւ այդ մարդիկ ես չեմ հավատում, որ կարող է հրաժարվեն այդ ամեն ինչից, որովհետեւ եթե գրագետ խելացի պետականամետ իշխանություն եկավ, բնականաբար այդ մարդիկ ոչ ոքի պետք չեն, պետք է զբաղվեն իրենց գործով։ Եթե իրանք հակահայ գործունեությամբ են զբաղվում, եթե իրանք Արցախի անունը անգամ չեն ուզում լսել, եթե իրանք մանիպուլյացիաներով, պրովոկացիաներով են զբաղված, ժողովրդի վրա հարկ տուրք ավելացնելով են զբաղված, այդ մարդը ինչ գործ ունի ընդհանրապես օրենսդիր, գործադիր կամ չգիտեմ դատական համակարգերում։ Դրա համար իրենք ես չեմ կարծում, որ իրենցից որևիցե մեկը կգնա այդ քայլին, դա անձնական տեսակետ ընդունեք, իսկ ինչ վերաբերում է գործընթացին, պատրաստ ենք մասնակցելու, բնականաբար դա պետք է փողոց գեներացվի, նույն հանրապետականից վերջերս քաղաքական առաջարկ լսել եմ ես, Արմեն Աշոտյանը քաղաքական առաջարկ արեց, դա էլ է նորմալ առաջարկ, երբ ասում է եվրոպական լիդերները պետք է գան, մենք կարող ենք ցույց տալ, որ այստեղ դեմոկրատիա չի, այստեղ բռնապետություն է, դուրս գանք փողոցներ փակենք, դա էլ անկալելի առաջարկ, քաղաքական առաջարկ է։ Այսինքն ցանկացած առաջարկ, ընդհանուր իմպիչմենտ լինի, ընտրություններ լինի, փողոցային պայքար լինի, մենք դրան դեմ չենք, որովհետև մեր նպատակը, մեր մոտեցումը այն է, որ այս իշխանությունը կործանարար իշխանություն է եւ իր գործունեությամբ է ցույց տվել եւ աշխատելավոճով է ցույց տվել։ Մեր նպատակը այս իշխանությանը ճանապարհելն է, դրա համար մենք դեմ չենք, ուղղակի ես անձամբ մի քիչ այդ գործընթացը անիրատեսական եմ համարում։ Պարոն Նիազյան, Հայրենիք կուսակցությունը չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններից, բայց հայտարարում է, որ իր կողմնակիցներն ու աջակիցները կարող են ընտրել իրական ընդդիմությանը։ Այս պարագայում ներքին թեկուզ կողմնորոշում կա, ում եք դուք վստահում եւ արդյոք այս պահի համար նպատակային է այսպես պոտենցիալ ընտրողներին ցրել տարբեր ուղղություններով, ավելի ճիշտ չէ լինի, եթե օրինակ հստակ անուն նշվեր, նշվերում է վստահում Հայրենիք կուսակցությանը եւ ում կարող են իր հետևորդներն ընտրել։
Ոչ, ձեր ասածը քաղաքական կարծիք վրա չի։ Եթե մենք ինչ-որ անուն պետք է նշենք, մենք դաշինք կկազմեինք, ուղղակի գաղափարական մոտեցումներն էին տարբեր։ Այդ իսկ պատճառով ձեր ասածը քաղաքական ուղղակի մոտեցում չի կոնկրետ անուն տալ։ Հայրենիք կուսակցությունը ինչ հայտարարել է, այդ հայտարարությամբ էլ հազարավոր անդամներ, համակիրներ թող գործեն իրական ընդդիմադիրներից որևիցե մեկին ձայն տալով։ Գալով Հայաստանի շուրջ, եւ Հայաստանի հարևանների երկրում տեղի ունեցող իրավիճակին, ձեր դիտարկմամբ Հայաստանի իշխանությունները, օրվա իշխանությունները արդյոք իրենց ճիշտ են դիրքավորել ստեղծված պայմաններում կամ ինչ պետք է աներ Հայաստանը այն դեպքում, երբ իր բարեկամի տանը, այսպես ասած, կռիվ է ընկել։ Իմ կարծիքով մեր իշխանությունների գործողությունները adekvat չեն այս պայմաններում, տարածաշրջանը այրվում է, նախ սկսենք դրանից, որ մեր դարավոր հարևանի բարեկամի տանը երեխաներ են զոհվում, դպրոցներն են հարվածում, մենք վերջերս ենք, մեր ազգը վերջերս այդ ցավի միջով անցել պատերազմից հետո 44 օրյա, երբ Ադրբեջանը հակամարտկային հարվածներ է հասցնում հիվանդանոցներին, դպրոցներին, Արցախի ընդհուպ երեխաներին, գերիներ գնդակահարում, տարեցների վիզեր կտրում, այդ ցավը մեզ ծանոթ է, դա շատ ցավալի է, երբ մեր հարևանի, բարեկամի տանը այդպիսի բաներ են կատարվում։ Դա այսքանով նաև ցավալի այն հանգամանքը, որ ծոցում նաև այս հակամարտությունը անդրադարձավ ծոցի երկրներին, որտեղ մենք ունենք եւս բարեկամներ, գործընկերներ, իրանց էլ հարվածում, նաև մենք ունենք մեծ համայնք Իրանում, մարդկանց մեր հայերի նախ պատերազմով պայմանավորված կյանքին է վտանգ սպառնում, երկրորդը հումանիտար էլի խնդիրներին է սպառնում, մենք ունենք բազմաթիվ հարյուրավոր, հազարավոր մեր հայրենակիցներ, որոնք նույն ծոցի երկրներից վերադառնալու խնդիր ունեին, տոմսերի վերադարձ գիտեք եւ այլն եւ այլն։ Մենք ունենք ամենակարևոր անվտանգային խնդիր, որովհետեւ հիմա տեսնում ենք իրավունքի գործոնը անցել է երկրորդ պլան։ Իսկ օրենքի իրավունքի գործոնը անցել է երկրորդ պլան եւ ուժի գործոնն է առաջի պլանում։ Իսկ այս պայմաններում մենք շատ խոցելի ենք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առնվազն երկու մեր հարևանները ոչ բարեկամական են, թշնամաբար են մեր հանդեպ տրամադրված։ Եվ դա սրանց այս իշխանությունների խոսույթով չի, որ ասում են խաղաղություն։ Մենք բաց տեքստերով, ամենօրյա ռեժիմով լսում ենք եւ Ադրբեջանից եւ Թուրքիայից մեր հանդեպ հնչող սպառնալիքներ, պարտադրանք եւ այդ պարտադրանքի իրականացում մեր իշխանությունների կողմից։ Նույնիսկ Ալիևը վերջերս հաթաթա տալով Իրանին ասաց, մոռացել եք ոնց հայերի վիզ կտրեցինք, գլուխները ջարդեցինք, էլի կանենք, այսինքն եւ այս պատերազմի պայմաններում էլ թուրք-ադրբեջանական տանդեմը ավելի ակտիվացել է Սյունիքյան ճանապարհի մասով։ Այսինքն մենք անվտանգային գործոններ չունենք, տեսեք, լավ հարց տվեցիք, մեր իշխանությունները մենք ունենք մի իրավիճակ, երբ ունենք պայմանագրային բազա Ռուսաստանի հետ, որը չգիտես կգործի, չի գործի, ինչ չափով կգործի։ Մենք հանդիսանում ենք ՀԱՊԿ անդամ, բայց սառեցրել ենք այդ անդամությունը։ Բայց դուրս չենք գալի, էլի քաոտիկ վիճակ ենք ստեղծում։ Ես չեմ ասում լավն են կամ վատն են։ Քաղաքական խոսույթում ասում են դեպի արևմուտք են գնում, բայց իրավապայմանագրային ոչ մի բազա ստորագրված չի արևմուտքի հետ։ Այսինքն այս հարցերով զբաղվելու փոխարեն խոցելի երկրի ղեկավարը իր քիմքին հաճելի այդ խմբակի առաջնահերթությունը համարելը պերաշկի ուտելը եւ ուրախ ավտոբուսում ման գալը, դա ինձ թվում է adekvat չի այս մարդկանց քայլերը այս պայմաններում։ Բայց տեսեք, օրինակ էլ պատարագի չի մասնակցում Նիկոլ Փաշինյանը։ Հիմա պետք է պատարագի մասնակցեր աղոթեր խաղաղության։ Վերջում մասնակցեց կաթողիկոսի անունը չզեղչվեց, ինչպես ինքն ցանկանում, չի մասնակցում, ինքը չի հրաժարվել եկեղեցու դեմ պայքարից, կաթողիկոսի դեմ պայքարից, ուղղակի այս փուլում զգում է, որ ազդում է որոշակի օրենի ռեյտինգի վրա, մարդիկ չեն աջակցում այս իր ոչ քրիստոնեաբար մոտեցումը
եկեղեցու հանդեպ, դրա համար ժամանակավոր դադար է տվել, որպեսզի այդ մի քանի տոկոսներ չկորցնի, բայց նա չի հրաժարվելու երբեք այս հակաեկեղեցական պայքարից։ Պարոն Նիազյան, դուք նշում եք, որ մենք հիմա անվտանգային խնդիր ունենք, լավ, այս դեպքում օրվա իշխանությունները ինչ պետք է անեն, որովհետև Ռուսաստանը կարծեք թե խառն է իր սեփական խնդիրներով, ուկրաինական պատերազմով, Իրանը փաստացի իր գոյաբանական կռիվն է հիմա տալիս, մենք այս պայմանում վրա մեր հույսը պետք է դնենք, կամ արդյոք ավելի ճիշտ չէ այս պայն իշխանության չեզոքությունը։ Իհարկե ճիշտ չէ։ Չեզոքություն դեպի որ կողմ։ Թուրքիա, Ադրբեջան։ Լավ, այս պայն իշխանությունը արդեն պարզ դարձավ, որ շուրջ 20%-ով կրճատել է ռազմական բյուջեն։ Մենք առաջնահերթ մեր հույսը պետք է դնենք մեր վրա։ Ոչ Ռուսաստան, ոչ Արևմուտք, ոչ մյուս, բայց կոնկրետ մենք պետք է գնահատականներն տանք։ Ես չեմ ասում ինչ-որ մի կողմ է, որովհետև նույն Միացյալ Նահանգների հետ մենք գործընկերային հարաբերություններ ունենք։ Մենք չենք կարող սես բաց ինչ-որ հայտարարություններ կամ գործողություններ անել, դա սխալ կդիտվի։ Բայց բեռաշկի ուտելը որն է կամ ռազմական բյուջե կրճատելը որն է, երբ որ դու խոցել ես առաջինը, դու պետք է քո ռազմական պոտենցիալ ուժեղացնես։ Ինչքան է Ռուսաստանը թույլ լինի, ինչքան էլ Արևմուտքի հետ իրավապայմանագրային բազա չունենանք, բայց պետք է մենք աշխատենք իրենց հետ։ Ինչ կարող ենք, պետք է բերենք։ Մենք շատ խոցելի իրավիճակում ենք, այսինքն մնանք Ալիևի քմահաճույքին, հա, երբ ուզենա ինչ ուզենա անի։ Բայց Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մեզ չի բավարարում, թե ինչպես է Ռուսաստանը մեզ հետ աշխատում, օրինակ։ Խութ հարցեր կան, ես դեմ չեմ։ Չի բավարարում, դու ուրիշ պայմանագրային, իրավապայմանագրային բազա ստեղծի։ Ադրբեջանի հետ է պայմանագիր ուզում կնքել խաղաղության։ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր նախ կնքված չի, ես չեմ հավատում, որովհետև դա խոսույթով միայն չի կամ թղթի վրա գրվելով չի, երաշխիքով է տալու։ Լավ, դուք գնացել եք Միացյալ Նահանգներ, համաձայնվել եք ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը։ Հետո ինֆորմացիա հայտնվեց, որ փորձել եք երաշխիքների բազա ապահովել, ինչ-որ երաշխավոր գտնել։ Չէր կարելի մինչև գնալը, մինչև նախաստորագրելը դրա մասին խոսել։ Դուք եք Ալիևի պահանջը անում ԵԱՀԿ Մինսկը, որը ինքը երաշխավոր կազմակերպություն է 3 հեգեմոն պետության, դա լուծարում եւ գնում փորձում ինչ-որ ուրիշ երաշխավոր գտնել։ Բայց այդ երաշխավորը ով է լինելու։ Այդ երաշխավորը խաղաղության պայմանագրի երաշխավորը ով է լինելու։ Ոչ մեկ, ինչ ուզենան կարող են անել, ով է երաշխավոր։ Խոսքի վրա ասացա, որ բան է։ Հա, խաղաղություն է։ Այն ճանապարհին ձեն քեզ այնիկը որոշենք ու հասկանում եք, դա խաղաղություն չի։ Տեսեք, նույն սոցհարցումները ցույց են տալիս, որ օրինակ հանրության 40%-ը չի վստահում թրիփին, թրիփ կոչվածին, այն դեպքում, երբ օրվա իշխանությունները դա փորձում են ներկայացնել որպես խաղաղության ամերիկյան տարբերակ։ Խաղաղության դա ամերիկյան տարբերակ չի, բայց չէ, որ Ամերիկան ներգրաված է, բայց տեսեք, Ամերիկան նախ մենք կարող ենք մենք այդ ներդրումը անել, այդ 43 կիլոմետրը, ես չգիտեմ ինչ միլիարդերի ներդրում չի, սա մեկ։ Երկրորդը նույնիսկ Ամերիկան այդ ներդրումը մի քանի միլիոնի չի անում։ Ամերիկան ասում է, ես երաշխավորում եմ ներդրողներին։ Իսկ ես երաշխավորում եմ, որ գան ներդնեն։ Իսկ կներեք ով է ներդնելու բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, կամ իրանց համար այդ ինչ ներդրումներ են, որ չգան չանեն։ Եվ կներեք էլի արտադրությունից փայ չմտնեն այդ ճանապարհին։ Ամերիկային պետք է ճանապարհ, որպեսզի ազդեցություն ինքը ունենա, այդ թվում նաև Իրանի հետ կապված, իսկ մենք մեր տարածքը դարձնում ենք, չգիտեմ, ինչ պոլիգոն։ Դա էլ ժողովրդին սխալ են բացատրում, թրիփ, Ամերիկա, բան, մարդկա գիտի ինքը կարող է գնա այդ ճանապարհին կանգնի, չգիտեմ, գրին կարճայի գնա Ամերիկա։ Այդտենց չի։ Դուք միջանցքում ես տալիս, ես տալիս, ինչ պայմաններով ես տալիս։ Այս սրանք հարցեր են, որ իրանք պետք է բացատրեն ժողովրդին, բայց իրանք պատասխաններ չունեն, որովհետև իրանք լավ գիտեն իրենք ինչ են արել։ Թրիփի ապագայի մասով նշում է, որ այս պայն արդեն կախված է Իրանում եւ դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներից, եթե Իրանը թուլանա, ուրեմն դրա մասին այլևս քննարկումներ չեն կարող լինել, իմաստն ու նշանակությունը կկորցնի Հայաստանը ամբողջովին դուրս կմնա այս ծրագրից, եթե Իրանը ամեն դեպքում հաջողի, որովհետև բազմիցս նաեւ իրանական կողմից հնչել են հայտարարություններ, որ Հայաստանի սահմանը կարմիր գիծ է, իսկ թրիփը անթույլատրելի, այդ դեպքում գուցե Հայաստանի համար ինչ-որ շանսեր ստեղծվեն։ Հիմա այս անորոշության պայմաններում ինչ է սպասվում Հայաստանին, դեպի որ կողմ պետք է Հայաստանը իր հայացքն ուղղի։ Հայաստանը իր հայացքը պետք է ուղղի միմիայն Հայաստանին եւ ճկուն դիվանագիտություն վարի բոլորի հետ։ Հայաստանը իր հայացքը չպետք է ուղղի կոնկրետ ինչ-որ մեկին։
որովհետև այս աշխարհը արդեն առօրեական փոփոխող աշխարհ է։ Ես սկզբում ասացի, որ իրավունքի գերակայությունը զիջել է ուժի գերակայությանը։ Ինչ վերաբերում է ձեր ասած Իրանի թուլացմանը, արդեն մեզ համար պարզ էր այս օրերի ընթացքում, որ Իրանը բազմավեկտոր կարողանում է կռվել։ Այսինքն Ամերիկայի խոսույթն էլ է հիմա հակասական։ Սկզբում ասում էին մենք պետք է ղեկավարություն փոխենք, մտածելով երևի Մադուրոյի սցենար անհնար էր, որովհետև Իրանը հազարամյակների պետականություն ունեցող երկիր է եւ Իրանում հոգևոր առաջնորդությունը եւ պաշտոնները մարդիկ զբաղեցնում են, տեսեք ոչ թե հարստանալու համար, այլ ապրել մահանալը 50-50 մարդ, որ այնտեղ պաշտոն է զբաղեցվում։ Հասկանում եք, համակարգային է, այսինքն Ամերիկան հիմա խոսույթը փոխվել է, ասում մենք այս կետերին ենք հարվածել, այս վնասներն ենք հասցրել եւ պետք է հաղթենք, բայց իրանք սկզբից ուզում են փոխել հոգևոր առաջնորդություն, պետական ապարատը իրենցով անեն, որը չստացվեց, իսկ Իրանը ամբողջ տարածաշրջանը վերածեց քաոսի։ Գնացած ես կխփեմ այնտեղ, որտեղ դու բազա ունես, չի հասնում, կխփեմ այնտեղ, որտեղ բազա ունես։ Իրանի թուլացումը Իրանը հնարավոր է շատ թուլանա, բայց Իրանը իր բազմադարյա հազարամյա փորձից ելնելով երբեք չի վերանա։ Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, իմ վերլուծություններն են։ Այս ինչ վերաբերում է թռիփին, էլի եմ ասում, իրանք հասկանալի լեզվով չեն բացատրում, դա ինչ է, ոնց է, խի է։ Թուրքիայի համար կարող է թուրանական ծրագիր է, Ամերիկայի համար Իրանի վրա վերահսկողություն ունենալու եւ այլ երկրներին չթողնելու միջանցքով անցնել նաեւ առևտրաշրջանային գործոնից ելնելով։ Մեր համար ինչ է։ Պարոն Հեզեն, տեսեք, դուք ասում եք, որ Հայաստանի հայացքը պետք է իրեն ուղղի, բայց ակնհայտ է, որ Հայաստանը միայնակ ոչինչ չի կարող անել, ինչպես դուք էլ ձեր խոսքում նշեցիք, իշխանությունները, չգիտեմ, զբաղված են ինչ-որ վոյաժներով, հիմա արդեն տարբեր մարզերում համադամ խորտիկներ են փորձում, չգիտեմ, ռազմական բյուջեն է կրճատվել, հետևողականորեն բանակն են կրճատում, այս պարագայում ինչպես կարող է Հայաստանը ինքն իր վրա հույս դնել։ Բա ինչ անենք, ամբողջությամբ հանձնում ենք Թուրքիային կամ ինչ-որ մեկին, ինչ է, լավ իշխանությունը ասում ենք գնում ենք արևմուտք, հապկից դուրս չի գալիս, որ դու գնում ես արևմուտք, իրավապայմանագրերին ինչ բազա ունես, ով է երաշխավոր լինելու, գոնե այդ դիվանագիտական ճկունությունը կարող են ցուցաբերել։ Իրանք գնում են այնտեղ մեկը իրենց լավ ժպիտով բարևում է, մի հատ նկար են խնդրում, որ անեն, գնում է ծաղրածուի պես խնդրում են, որ մի հատ նկար ստանան, գալիս են ասում են մենք շատ լավ հարաբերություններ ունենք այսօր երկրի հետ։ Դրա իրավապայմանագրային հիմքը ո՞րն է, դրա երաշխիքը ո՞րն է։ Իսկ գուցե այս պայմաններում պետք է արևմուտք գնա։ Չէ, տեսեք, դուք ասում եք Հայաստանը, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը չէ։ Եկեք ֆիքսենք։ Դուք ասում եք այս իշխանությունը ինչ պետք է անի։ Բայց Նիկոլ Փաշինյանն է հիմա ներկայացնում Հայաստանը, մենք ուզենք դա թե ոչ։ Դրա համար մենք ասում ենք Նիկոլ Փաշինյանը չպետք է ներկայացնի, որովհետև Նիկոլ Փաշինյանը ինքը ի վիճակի չէ այս վիճակից հանել երկիրը, ուղղել դեպի հայացքը Հայաստան։ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես զբաղված է բոլորին համոզելով, որ ինքը մնա իշխանության։ Ինքը մտածում է իշխանության մասին, այլ ոչ թե Հայաստանի մասին։ Նույն Իրանի օրինակը ես դες բերեցի, որ պաշտոն ստանձնել է Իրանում մահանալու եւ ապրելու հարց է 50-50։ Ոնց գալիս են, տենց է նույն վերջերս այդ Ախմադինեժադը։ Մարդ իր ժամկետը աշխատեց նախագահ, հիմա չոբանությամբ է զբաղվում, դասախոսություն է կարդում տրանսպորտով գործի գնալուց։ Նա երբեք մտածել է իշխանությունը պահելու մասին։ Նիկոլ Փաշինյանը պերաշկի չգիտեմ ինչ իշխանությամբ, բայց Նիկոլ Փաշինյանը Հայաստանը չէ։ Եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ես չգիտեմ Հայաստանի վերջը ինչ է լինելու։ Ես շատ վատ կանխատեսումներ ունեմ։ Դրա համար մեր մոտեցումը է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է փոխվի, որովհետև այս մարդիկ փոփոխվող աշխարհում մրցունակ չեն։ Մրցունակ չեն, իդեաներ չունեն, անգաղափար են, իզմ չունեն, չգիտեմ, հրապարակային իրարից բաժանվեն, եսի միջեր ասեն, հայվյանքներ, լյուտանքներ, պերաշկիներ, դա նորմալ չի։ Այս փսիխոզը պետք է վերջը վերջով վերան այս ոչ ադեկվատ վիճակը, որովհետեւ մեր երկիրը կարողանա գոյատևի։
Ինչ կանխատեսումներ կան նույն Հայաստանի եւ ինչու ոչ նաեւ տարածաշրջանային զարգացումների մասով, որովհետեւ երեք արդեն Իսրայելը իր քաղաքացիներին կոչ էր արել չճամփորդել Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան, մտավախություն չկա, որ պատերազմը Իրանից եւ Պարսից ծոցից կարող է նաեւ հենց ուղղակիորեն հարավային Կովկասի 3 երկրների ներգրավմամբ ծավալվել։ Մտավախություն կա, անձամբ իմ մոտ կա, այդ մտավախությունը անիմն չի, շատ մեծ է այդ մտավախությունը, որովհետև քանի որ չի գործում արդեն միջազգային իրավունքը, քանի որ մարդիկ կարմիր գծեր անցել են, դա նաև եկավ Արցախյան պատերազմից։ Մենք ասում ենք Իրան, բայց Իրանը իր մեծ սխալը թույլ տվեց։ Երբ Արցախը դաժանորեն գրավում էր Ալիևը, Իրանը դրանից հետո հայտարարեց, ես ուրախ եմ, որ մեր բարեկամը հարևանը վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը։ Շեշտը դնելով միայն ՄԱԿ-ի ռեզոլյուցիաներից մեկի վրա տարածքային ամբողջականության վրա։ Այնտեղ կա ազգերի ինքնորոշման խնդիր նաև։ Իրանը լավ պետք է պատկերացներ, որ հիմա պատերազմի մեջ չեմ ուզում շատ բաներ ասել, բայց պետք չէր հրապարակային այդպիսի հայտարարություններ անել, որտեղ վաղը կարող է քո դուրը թակել այդ նույն խնդիրը եւ թակեց։ Հետո շտկումներ արեց Սյունիքում հյուպատոսություն բացելով, կարմիր գիծ համարելով մեր ինքնիշխանությունը։ Նույն Ամերիկան նախադեպ բացեց, տեսեք ես այդ Մադուրոից շատ չեմ խոսում, որովհետեւ բռնապետերը, միապետերը, ինձ համար այդ անփոխարինելի սինդրոմով տառապողներ ինձ համար ընդհանրապես անհարգելի մարդիկ են եւ ես ինձ իրավունք չեմ, բարոյապես չեմ կարող պաշտպանել, բայց այդ գործողությունը սխալ է իրականում։ Եթե կա գրված օրենք ամբողջ աշխարհի համար, դու պետք է պաշտպանես այդ օրենքը։ Այլ հարց է, որ Մադուրոյի կողքին ժողովուրդը չկանգնեց, որովհետեւ այդ բռնապետը ընդեղի Նիկոլասը ստեղել ունենք մի հատ։ Էլի տես թմբուկներ էր խփում, ճոխ ցվայտ կյանք էր վարում, իսկ ժողովուրդը աղքատության մեջ էր։ Տասնյակ միլիոներով մարդիկ աղքատության մեջ, այդ երկրում դեֆոլտ էր եղել, իսկ Նիկոլասը թմբուկ էր խփում, չգիտեմ, շատ չեմ խորացել, հնարավոր նաև կուկուռուզ պերաշկի էր ուտում, վերջում տեսանք ինչ եղավ։ Իսկ ժողովուրդը չկանգնեց կողք, այսինքն նախադեպեր կան, որ չպետք է կարմիր գծեր անցնել։ Իսկ Արցախը ժամանակին մենք ասում էինք, որ պայթելու է տարբեր երկրներում, եւ Սիրիայում պայթեց, իսկ հիմա Իրանում է պայթում, Վենեսուելայում պայթեց, որովհետև երբ կարմիր գիծը անցնում Ալիևը բանակ չնես, դա նաև Նիկոլի մեղավորությունն էր, որ դու վերեսկենում հայտարարում ես Արցախ Հայաստանը եւ վերջ, դա արդեն բանակցային process-ի վերջն է։ Դու կոպիտ ասած պատերազմը հայտարարում, բայց դա Ալիևի կարմիր գիծն է, լրիվ որ մտավ, էթնիկ զտում արեց, հազարամյակներով հայկական համարվող եւ հայերով բնակեցված մեր մի փոքր Շվեյցարիայից լավ երկիր էր մեր Արցախը, շատ մարդ դա հետո կհասկանա, մտավ, խլեց մեր ձեռքից, սպանեց եւ էթնիկ զտում արեց մեր այնտեղի հայրենակիցներին, այդտեղ պետք է գոնե փորձեին թաթիկը բռնեին, կլիներ Իրանից թե մյուս կողմից։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Այսօր իմ հյուրը Հայրենիք կուսակցության քաղխորհրդի անդամ Սարգիս Նիազյանն էր։ Fast Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։